Եթերում հեռանկարն է։ Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունների շուրջ քննարկումները կրկին ակտիվացել են։ Ռուսական պաշտոնական շրջանակները խոսում են Հայաստանի ՀԱՊԿ-ում հետագա մասնակցության մասին, մինչդեռ Հայաստանը շարունակում է չմասնակցել կազմակերպության աշխատանքներին։ Այս ֆոնին Հայաստանում էր նաև Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը, քննարկվում է պաշտպանական համագործակցության խորացումը։ Իմ զրուցակիցը այժմ Ապրի Արմենիան վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանն է։ Շնորհակալություն, պարոն Ներսիսյան, մեր հրավերը ընդունելու համար։ Բարի երեկո, Սկսենք ՀԱՊԿ-ից։ Անցյալ շաբաթ քննարկվում էր, բավական բուռն քննարկումներ Հայաստանի մասնակցության վերաբերյալ, ընդհանրապես այն ինչ է նշանակում, վերադարձ թե ընդհակառակ։ Չէ, կարծում եմ, որ ճնշում է ինչ-որ չափով, բայց նույն ժամանակ այն գործիքակազմը, որ ՀԱՊԿ ունի, չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ կարող է փոխել Հայաստանի դիրքորոշումը, որովհետև խոսքը գնում է օրինակ նրա համար, որ սառեցնել Հայաստանի ձայնի իրավունքը կազմակերպությունում, որովհետև վճարումները չեն արվում, բայց քանի որ Հայաստանը ինքը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում, դա ոնց որ ոչ մի բան առանձնապես չի փոխում։ Ստեղ կարելի է պատկերացնել, որ եթե ձայնը սառեցվի, օրինակի համար հետո փորձեն Հայաստանին հանեն ՀԱՊԿ-ից, օրինակ, բայց զուտ եթե մենք ֆորմալ պրոցեսի մասին խոսենք, կարծում եմ, որ դա մեկ է խախտում է լինելու, որովհետև կոնսենսուսային են որոշումները։ Դրա համար ինչ-որ ֆորմալ ճնշում է, չեմ կարծում, որ ռեալ իրավիճակի վրա շատ ազդեցող այս պահին։ Հայաստանը մի կողմից սառեցրել է, մյուս կողմից այդուհանդերձ չի ավարտել իր աշխատանքը ՀԱՊԿ-ում։ Ընդհանրապես Հայաստանին այս փուլում ինչ է տալիս դա։ Երևի ես կարող եմ ենթադրել, որ տալիս է ինչ-որ մեկ լծակ հավելյալ, օրինակ այս ծանր ինչ-որ իրավիճակում Ռուսաստանի հետ հարաբերություններում, օրինակ ասենք, որը չի թողում Ռուսաստանին ինչ-որ ավելի շատ պատժամիջոցներ մտցնել, օրինակ, եթե անեն Հայաստանը ՀԱՊԿ կլքի միանգամից, կարելի է ենթադրել զուտ կամ հակառակ, որ այդ ամեն ինչը չլինի դրա համար, ՀԱՊԿ դեռ չեն լքում, տարբեր կարծիքներ կարող են լինել, կամ այդ ամեն ինչը իրար հետ, տարբեր գործոնները իրար հետ, ինձ թվում է ամենաճիշտը երևի դա կլինի, բայց այն տենդենսը, որ տեսնում ենք այսօր, գոնե ցույց է տալիս, որ կարող է եւ, ասենք, պատկերացնենք 1 տարուց այս ստուդիայում արդեն քննարկենք, որ Հայաստանը այնտեղ չի կարա տենց ճանապարհովել իրավիճակը գնա։ Թե ինչից սկսվեց սառեցումը, մեզ բոլորիս հայտնի է։ Մինչ այդ ՀԱՊԿ-ն Հայաստանի կյանքում ինչ շոշափելի ազդեցություն ուներ։ Ես կասեի, որ առաջի հերթին դա զենքի իմպորտի հետ կապ ուներ Հայաստանի, այն ժամանակ, երբ որ ամեն ինչը գնվում էր Ռուսաստանից, դա ինչ-որ մի հավելյալ ինստիտուտ էր, որում պետք էր լինել, որ ավելի զեղչված եւ ավելի արագ հեշտացված ձևաչափերով զենքի գնումները անել, ինչ որ զորավարժություններ կային, բայց որ ասենք, թե մեծ կարևորությունը այդտեղ ուներ, ինձ թվում է, հենց այդ զենքի կոմպոնենտը, եթե մենք այլ տեսակետից նայենք, այն որ ՆԱՏՕ-ի հետ են օրինակ համեմատում, մեր համար դա չեմ կարծում, որ երբևիցե մեծ արժեք է եղել, որովհետև հայ-ռուսական երկկողմանի փաստաթղթերը շատ ավելի ուժեղ, ինձ թվում է, ստրուկտուրա ունեն եւ ավելի շատ այնտեղ կարեւոր հանգամանքներ կան եւ այդ իմաստով հիմա այնտեղ Տաջիկստանը կա, Բելարուսը կա, Ղազախստանը կա, մի մասը այդ պետությունների ու 18-ից էլ առաջ նաեւ շատ ավելի մոտ են Ադրբեջանին եղել, քան Հայաստանին օրինակի համար ու բարձրաբար ոչ մի ակնկալիք չէր կարող լինել մեր մարտահրավերների հետ կապված։ Զուտ, որ Ռուսաստանի հետ
լավ հարաբերություններ ունենալու համար պետք էր այնտեղ լիներ, ես sense կձևակերպեի։ Կարծես կանխեցիք իմ հարցը, բայց լրացումով տամ, հա, եթե հնարավոր էր հայ-ռուսական հարաբերություններում շատ ավելի լավ, հա, օրենսդրական հիմք ունեցող այդ հարաբերություններում նույն զենքի հարցը լուծել, ինչու էր անհրաժեշտ նմանատիպ կառույց քաղաքական առումով այդպիսի։ Դա շատ շուտ է որոշվել 90-ականներին դեռ, հիմա ոնց որ ես նշեցի, մենք հիմա բոլոր դետալները չգիտենք, այդ ոնց է եղել այդ բանակցությունները, հիմա կարող է ասվել է, օրինակ, եթե ուզում եք ABC լինի, այս էլ դուք պետք է անեք, կամ այն ժամանակ այն իրավիճակում, որ կար, կարևոր են համարել հենց մտնել մի անգամից հապկ, դա հիմա ինձ թվում է այդքան էլ ակտուալ հարց չէ այս պահին, որովհետև դա եղել է 30 տարի առաջ եւ ավել։ Այդ իմաստով դժվար է հիմա էդ էլ է սխալ բան, օրինակ վերցնել 94 թվականի իրավիճակը կամ 96 ու պրոյեկցել այսօրվա իրականության վրա, ասենք ասենք։ Հիմա չկա ՀԱՊԿ եւ Հայաստանի առանցին գործունեությունը անվտանգության առումով, հա, ընդհանրապես իր գործունեության առումով ինչ նոր հնարավորություններ են ստեղծվում։ Եթե ՀԱՊԿ-ի կազմում չէ։ Դե այսօր մենք ունենք սառեցված իրավիճակ եւ մենք ունենք բավականին մեծ նոր հարաբերություններ, մեծ քանակի նոր ռազմական հարաբերություններ տարբեր պետությունների հետ եւ ստեղ համ արևմուտքի մասին կարելի է ասել Ֆրանսիա, ԱՄՆ, ճիշտ եմ հիշում, հա, շքերտին Բելգիայից էլ մի փոքր մի միջոց ցուցադրվեց, հիմա կա նույն ժամանակ Չինաստանի հետ ավելի շատ համագործակցություն, հա, այո, եղել է 96 թվին, եթե ճիշտ եմ հիշում, մի հատ գնում չինական զենքի, բայց դրանից հետո ոչ մի բան էլ չի եղել։ Իրանի հետ ինչ որ համագործակցություն կա, դա ամեն ինչը հենց ՀԱՊԿ-ի հետ կապել պետք չի, ստեղ ինձ թվում է ավելի շատ կարևոր է ոնց է ընկալվում Հայաստանը այս պահին, ընկալվում է որպես երկիր, կարծում եմ, որը փորձում է եւ որոշ ոլորտներում այդ փորձը հաջող է բավականին 100%-անոց կախվածությունից Ռուսաստանից դուրս գալ եւ հենց ռազմական ոլորտը այդ երևի ամենահաջողված ոլորտն է այդ տեսակետից այս պահին։ Հիմա ունեինք 100% կամ 90, ասենք 98% գնում Ռուսաստանից, հիմա ունենք երևի 5% կամ 2% գնում Ռուսաստանից այն պայմանագրերից, որ մնացել են եւ ունենք մի շարք նոր պետություններ։ 2020 թվականի պատերազմը ըստ էության փոխեց նաև տրամաբանությունը անվտանգության առումով, հա, ինչի վրա էր կառուցված եւ հիմա ինչի վրա է կառուցվում անվտանգությունը Հայաստանի, նկատի ունենալով նաև այս նոր գործընկերությունները։ Այստեղ ես մենակ գործընկերությունների մասին չէի խոսի, որտեվ կարևոր է ով են քո գործընկերները, բայց շատ կարևոր է ներսում նաև, օրինակ մեր բանակը ինչ մոտեցումներ ունի, ուրիշ ուժային կառույցները, պետությունը բացի բանակից նաև անվտանգության հետ կապված ուրիշ հանգամանքներ կան, հիմա մենակ բանակը չի, մենք ունեցել ենք մի իրավիճակ այդ 100%-անոց կախվածությունի ամեն ինչում գրեթե, որը ինչ որ ժամանակ աշխատել է, բայց ոնց լինում է միշտ 100%-անոց կախվածությունների հետ, ոչ միայն պետությունների մեջ, նաև անձնական ինձ թվում է կյանքում, եթե այդ խզվում է, ամեն ինչը խզվում է։ Հիմա դա կարա լինի տարբեր շատ պատճառներով եւ հիմա էլ երևի Հայաստանը ճիշտ է անում, որ 100%-ով պետք չի մենակ մեկ ուղղությամբ շարժվել։ Այո, կարա լինի ամենակարևոր ուղղությունը, բայց ինչ որ ուրիշ հարաբերություններ էլ պետք է լինեն։ Եվ մենք հենց դրա հետ բախվեցինք, որ տարբեր պատճառներով Մոսկվային էլ հետաքրքիր չէր այն ստատուս կվոն, որ մեր ռեգիոնում կար։ Ինչքան էլ հայերին մինչև վերջ թվում էր, որ դա Ռուսաստանին շատ ձեռնտու ստատուս կվո է։ Կարող է նաև տենց էր, բայց այնտեղ մի քիչ ուրիշ ձևի դիտարկեցին։ Հիմա անդրադառնալով նրան, ինչ ենք մտածում ներսում անվտանգային համակարգը ինչի շուրջ ենք կառուցում։ Այստեղ ինձ թվում է մի քանի նոր մոտեցում կա, այդ տնտեսական մոտեցումն է, որը պարունակում է փորձել հարևան երկրների հետ ինչ որ փոխկախվածության ձևաչափեր ստեղծել,
ինքն էլ իր ռիսկերը եւ պլյուսերը ունի։ Մենակ դա մենք նաեւ գիտենք, որ մենակ դրանով չի ստացվում, ունենք օրինակներ աշխարհից, նույն օրինակ Եվրոպայի ու Ռուսաստանի այսօրվա իրավիճակը այդ տրամաբանության մեջ չի տեղավորվում ոչ մի ձևի։ Երկրորդը նույն բանակն է, երրորդը ես կասեի ավելի շատ պետությունների հետ լավ մոտիկ հարաբերություններ ունենալն է, ասենց ասած դիպլոմատիկ աշխատանքը, այդ եւի են ամենամեծ սյուներն են, բայց բացի դրանից ավելի ուրիշ մոտեցումներ էլ կան, օրինակ էներգետիկ, ինչ որ անվտանգության հետ կապված ուրիշ բարենային, դա երևի արդեն երկրորդ պլան գնաց, բայց դրանք էլ են շատ կարևոր նաև։ Եթե մենք բանակից խոսենք, ստեղ ուրիշ երևի մոտեցումներ են պետք, մենք տեսնում ենք մարտադաշտի փոփոխությունները ինչքան մեծ են, մենք տեսանք, որ առանց այդ փոփոխությունների էլ 22 թվականից մենք շատ հետ էինք մնացել, հիմա դա արդեն վտանգավոր արագությամբ է այս ամեն ինչը փոխվում եւ գոլեգաներիցս մեկը քննարկելուց ասում է, եթե հիմա շատ երկրներ կարող են մնալ այն իրավիճակում, ոնց որ օրինակ 39 թվին օրինակ գերմանացական տանկերի դեմ կավալերիայով էին պատերազմում ոմանք, օրինակ Պոլշան այն ժամանակ, Լեհաստանը։ Հիմա այս արագ փոփոխությունները մենք պետք է կարողանանք Հայաստանում էլ առաջ տանել, թե չէ մենք էլ շատ ծանր իրավիճակում մի օր կարող ենք հայտնվել։ Պատերազմի մասին ձեր վերլուծություններից մեկում հատկապես խոսել եք օդային գերակայության եւ տեխնոլոգիաների ազդեցության մասին։ Հիմա այն ուղղությունը, որը ընտրված է, արդյոք այդ ճիշտ ուղղությունն է եւ համակայլ է ընթանում զարգացումներին։ Ես տեսնում եմ, որ որոշ տենդենսներ համընկնում են նրա հետ, ինչ որ ուկրաինական մարտադաշտում ենք օրինակ տեսնում, օրինակ տարբեր տեսակի դրոնային տեխնոլոգիա, ամեն խնդրի համար ինչ որ մի առանձին նեղ տեխնոլոգիա, կառավարման հետ, համակարգերի հետ կապված ինչ որ առաջ գնացումներ կան, բայց պետք է նշել, որ մեկը ես համարում եմ, որ այդ արագությանը դեռ շատ քիչ պետություններ են համապատասխանում։ Ու ես այդտեղ կարամ ասեմ, որ դա կարա լինի այնց պետություններ, որոնց մասին մարդիկ մտածում են, որ իրանք ամենաառաջնատարն են, ասենք ԱՄՆ-ի մասին ասեմ, այս վերջերս անցած շաբաթ էր, ոնց որ զորավարժություններին ուկրաինական ինչ որ մի փոքր զորք շատ ծանր պարտություն էր հասցրել, օրինակ ամերիկական նույն չափի զորքի, ասենք, որովհետև իրանք շատ ավելի ճկուն փոփոխվում են, որովհետև պատերազմ է գնում պետությունում։ Հիմա Հայաստանում այո, այսօր պատերազմ չկա, բայց Հայաստանը այդ մեծ պետություններից ինչով է տարբերվում, մեծ պետություն չի։ Դրա համար ասենք ասենք մի քիչ լրվել բյուրոկրատիաների մեջ տարբեր, ինձ թվում է դա այն ճանապարհը չի, որ մեր երկրին պետք է ու ոչ միայն բանակի հետ բնականաբար կապված, բայց դա ինչ որ ինձ թվում է նոր մշակույթ է նաև պետք, որ այդ փոփոխությունը մենք տեսնենք, այդ դեռ այդ սովետական, պոստսովետական ինչ որ մտածելակերպերը, ես չեմ ասում ինչ որ լավ կոմպոնենտների սովետի մասին, այն վատ իմաստով ինչ որ մենք հասկանում ենք, դա ինձ թվում է դրա վերջը պետք է տալ անպայման, որովհետև այսօր մեզ պետք է ուժային կառույցներ, որտեղ խրախուսվում է ամեն ձևի ինիցիատիվան, ամեն ձևի ownership կոչված խնդիրների, որ ամեն մարդ իր վրա պատասխանատվություն ստանձնելը։ Այո, դա շատ ինձ թվում է կարևոր է եւ այդ հարցերը սիստեմային իրենց լուծումը միանգամից ահագին տարբեր ուրիշ հարցերի լուծում է տալիս։ Նույն ժամանակ ես չեմ կարող ասել, որ ոչ մի ձևի 20 թվի դասերը կամ ռուս-ուկրաինականի չեն ընկալվում։ Ընդհանրապես ասում եմ, որ ձևեր կան, միշտ կարելի է ավելի լավ անել ու միշտ կարելի է ավելի արագ անել։ Այս պահին ինձ թվում է Հայաստանը
իր փոքր երկիրը լինելու ոչ շատ մեծ ստրուկտուրաներ ունենալու հանգամանքը 100%-ով չի օգտագործում, կարծում եմ ավելի լավ կանալին։ Հիմա այս օրերին Հայաստանում էր Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը եւ տարբեր հանդիպումներ ունեցավ եւ հանդիպումներում խոսեց ոչ միայն զենքի մասին, այլև նույնիսկ համատեղ արտադրության, հետազոտությունների եւ այլն։ Ընդհանրապես հայ-հնդկական այս ոլորտում փոխգործակցությունը ինչպիսի շանսեր ունի եւ շոշափելի ինչ արդյունքներ կարող է տալ։ Մի քանի կարելի է բլոկի կիսել այս հարցը, օրինակի համար, քանի որ մենք մեծ քանակի զենք ու զինամթերք ու տեսականի ենք առել Հնդկաստանից, մենք բնականաբար երկար տարիներ ունենալու ենք համագործակցության, օրինակ կրթական ոլորտում, ինչ որ փոքր զորավարժություններ նաև կարելի է տեսնել, որ մի օր մենք կարող ենք ակնկալել այդ բոլոր զենքն ու զինամթերքը բնականաբար իրենց պետք է սերվիս, այդտեղ կարա լինի այդտեղ մենք կարող ենք օրինակ տեղական ինչ-որ խաղացողների հետ համագործակցություն տեսնել եւ դա ճիշտ կլիներ այդ ձևաչափով առաջ տանել, որտեղ այդ մենք այդ համագործակցությունը արդեն լինի օրինակ այդ ոլորտում հայկական ու հնդկական ընկերությունների մեջ, այդտեղ այդ իրար հետ աշխատանքը միշտ կարող է բերել ինչ-որ արդեն այլ ոչ Հայաստանի հետ օրինակ կապված մտքերի։ Կա մի ուրիշ հարց, ասենք այդ զենքերի ինտեգրացիայի հարցը, ես նկատի ունեմ թվային ինտեգրացիայի մեր կառավարման համակարգերի մեջ հայկական ստեղ դրա համար այդ ամեն աշխատանքը էֆեկտիվ իր առաջ տանելը նաև կզարգացնի ռազմարտունաբերական կապերը հնդկական եւ հայկական ընկերությունների մեջ։ Բնականաբար պետական աջակցությունը այդ ամեն ինչի նաև օգուտ կարող է բերել, բայց պետք չէ մոռանալ, որ Հայաստանում գոնե ռազմարտունաբերության մեծ մասը մասնավոր է, Հնդկաստանում այդքան էլ տենց չէ, կես-կես մոտավորապես, բայց մասնավորին պետք է օգնել, բայց մասնավորը ինքն էլ պետք է ջանք ստեղ դնի։ Մենակ համատեղ ջանքերով կլինի շարժվել առաջ պետությունը եւ մասնավորը այս ոլորտում։ Ցավոք ռազմարտունաբերություն 100%-ով մասնավոր առանց պետության օգնության տենց բան գրեթե չկա, շատ դժվար է։ Պետականն էլ էֆեկտիվ շատ հազվադեպ է լինում յուրահատուկ երկրներում, ինձ թվում է դա այդքան Հայաստանի մասին չի եւ Հայաստանի, ասենց ասած, գոնե մեր կուլտուրայի շուրջը չի այդքան, մեր մոտ մասնավորը ինձ թվում է ավելի էֆեկտիվ է ստացվում։ Շնորհակալություն, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանն էր։